United Anter Films-ի արտադրություն։ Դուք հասկանում եք, որ ձեր կյանքի մնացած մասը կարող եք անցկացնել բանտում։ Նա չէր առարկում, որ իրեն կոչեին բժիշկ մահ։ Բժիշկ գն Միչիգան նահանգում օրենքն արգելում է էվթանազիայի գործառությունը։ Ես պիտի դատեմ այդ անձին։ Նրանք բռնագրավեցին Գևորգյանի նույնիսկ վերջին սենթը, ամեն ունեցածը, որ նա չկարողանա իր պաշտպանությունն ապահովել։ Ուզում եք սպասել 1 ամիս, գուցե 2 ամիս, 2 ամիսը լավ է։ Դա նրա ցանկությունն էր։ Կարծում եմ դա մարդկային արարք է։ Սա սպանության գործով դատավարություն է։ մեղադրվեց։ Եթե հանկարծ սխալի թուղթվությամբ նրանք հաղթեն, ապա ամեն ինչ ընդունակ են։ Եվ հենց այդպես էլ արեցին։ Նա եկավ ինձ մոտ եւ ասաց. «Խնդրում եմ օգնեք»։ Կատարվածը բժշկական օգնություն էր։ Նա խորապես հավատում է իր ճշմարտությանը եւ բոլորը գիտեն դա։ Մի օր նա հայտնվեց դատարանի շենքի առջև կրծքին մի ցուցանակ կախված, որի վրա գրված էր. «Դե եկ, բռնիր ինձ, դու, կաշառակեր դատախազ»։ Ես արեցի ինչ որ պետք է անեի։ Անցյալի ինկվիզիցիայի այրերը երբեք մահապատժի չեն ենթարկվել։ Նրանք այսօր էլ այստեղ են, դեռ կենդանի են։ Դուք երբևէ եղել եք Ջաքսոն բանտում։ Սպանության համար։ Ինձ համար անսպասելի էր նրա դատապարտումը։ Մեծ զարմանք էր, քանի որ բազմաթիվ անգամներ հաջողել էր խուսափել դատապարտվելուց։ Նա չի ունեցել պատշաճ դատալսում, դա շինծու դատավարություն էր։ Այս ֆիլմը ներկայացնում է ամբուժելի հիվանդ մարդկանց մահվանաբժիշկների աջակցությունը օրինականացնելու եւ թույլատրելու համաշխարհային շարժման միայն մի գլուխը։ Բոլորը գիտեն նրան։ Նա շատերին է օգնել իրենց տառապանքի ժամին։ Նրա կողմից բարձրացված խնդիրը մարդու իրավունքի խնդիր է, բայց նրան լռեցրին։ Նրան նստեցրել են 2 մետրը 3-ի վրա բանտային մի խցում եւ ոչ մի լրատվություն, ոչ մի տեսախցիկ, ոչ մի հարցազրույց կամ լրագրող։ Նամակների ահռելի ծավալը համայն աշխարհի բոլոր կողմերից նրան։ Այս մարդուն ուղղված աջակցությունն ու առաջարկող օգնություններն անգնահատելի են։ Հավանաբար նա արդեն այն մեծությունների նահատակված հերոսների շարքում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավանդույթ է դարձել փառաբանել իր հերոսներին նրանց ոչնչացնելուց հետո։ Ավելի քան 10 տարի բժիշկ Ջակ Գևորգյանն օգնել է անբուժելի հիվանդ մարդկանց վեճ տալ իրենց տառապանքներին բժշկի անուղղակի միջամտությամբ, կիրառելով իր իսկ ստեղծած սարքը։ Տառապող մահամերձ հիվանդն ինքն է սեղմում մեքենայի կոճակը։ Դրա համար նրան շատ անգամ է մարդասպանի մեղադրանք առաջադրվել։ Թեկուզև մինչև 1999 թվականի ապրիլը օրենսգրքում գոյություն չուներ սույն արարքն արգելող որևէ օրենք։ Մեղադրանքները հիմնված էին զուտ ընդհանուր մարդասպանության հոդվածի վրա։ 1999 թվականին Գևորգյանը նոր խնդիր բարձրացրեց։ Նա առաջին անգամ կիրառեց բժշկի ուղղակի միջամտություն մահացու ներարկում անելով անբուժելի հիվանդ Թոմաս Յոկի, որը տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ։ Գևորգյանին ներկայացվեց առաջին կարգի սպանություն մեղադրանք, թեպետ նորից օրենսգրքում գոյություն չուներ սույն արարքն արգելող, այս անգամ բժշկի ակտիվ միջամտության մասին որևէ օրենք կամ համապատասխան հոդված։ Հեռանալու իրավունք։ Բժիշկ Գևորգյանի շինծու դատավարությունը։ Բոլորը ոտքի։ Սակայն Օքլենդի շրջանի իշխանություններն այս անգամ հաջողացրին հաղթել դատարանում, քանի որ Գևորգյանը որոշեց հրաժարվել փաստաբանից եւ պաշտպանել ինքն իրեն։ Նրա դատապարտումից հետո դատավորը նույնիսկ ուղղիչ վարչության առաջարկն անտեսեց եւ կրկնակի տարիների պատժաչափ որոշեց, բայց դա դեռ վերջը չէ։ Ուղղիչ վարչության, դատավորի, դատախազի եւ մեր միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նա գնալու է դաշնային ճամբար։ Սակայն ամենևին էլ այդպես չեղավ։ Նրան ուղարկեցին հյուսիսում գտնվող մի բանտ, որտեղ օրվա 23 ժամը բանտախցումն ամենակ է։ Նրան թույլ չեն տալիս դուրս գալ։ He did not go to a federal camp, but instead was sent up north to a prison where 23 hours in the day he was in a cell by himself. Նա նույնիսկ չունի բողոքարկման կամ գրավի տակ դուրս գալու իրավունք, որը նույնիսկ թմրամոլները ունեն։ Այս ամենը ցույց է տալիս, որ սա քաղաքական մոտեցում է եւ որ քաղաքական շարժառիթների շնորհիվ է, որ բժիշկ Գևորգյանը նման անասելի վերաբերմունքի է արժանանում։
Dr. Kevorkian. The powers that are opposed to him are very, Ջակ very Գևորգյանին strong. They հարկադրված control ուժերը շատ government, հզոր the էին։ governor, the Նրանք հսկում են կառավարությանը, ինչպես նաև նահանգապետը, տեղական կաթոլիկ եկեղեցին, օրենսդրությունը, դատարանները, եւ նրանց դեմ Ջակն իրապես անպաշտպան էր, չնայած որ իրավացի էր։ Really, I mean, other than the rightness of his position. The state tried to take Պետությունը away փորձեց նույնիսկ խլել Գևորգյանի փողերը։ Dr. Kevorkian. Դրանից հետո ինտերնետում հարցում արվեց, There was a poll որտեղ that was ասվում էր. made. Ինչ եք կարծում, ճիշտ է արդյոք, որ պետությունը Գևորգյանից խլի այն վերջին փողը, որը նա պետք է օգտագործի իրեն պաշտպանելու համար, եւ բանտում պահելու համար էլ նրանից փող կանցվի։ And they're charging him to live in prison. Եվ գիտեք, թե ինչ պատասխանեցին մարդիկ։ Նրանք պատասխանեցին, որ նախ եւ առաջ Գևորգյանի տեղը բանտը չէ։ Հարցմանը մասնակցած մարդկանց 79%-ը նույնիսկ չպատասխանեցին այն հարցին, թե ճիշտ է արդյոք խլել փողը, այլ Գևորգյանի տեղը բանտը չէ։ Եթե գնաք բանտ, կտեսնեք, որ ամեն անգամ, երբ Գևորգյանն անցնում է, նրան հարցնում են. Ինչ ես անում այստեղ։ Դու այստեղ քո տեղը չէ։ Նույնիսկ անվտանգության աշխատողներն են նրան նույն բանն ասում։ Միայն շատ քչերն են կարծում, որ նա պետք է բանտում լինի։ Հետաքրքիր էր իմանալ, թե այդ քչերից մեկը, մասնավորապես Օքլենդ շրջանի դատախազը, որպես smart հարարած եւ ոչ թե որպես մեղադրող դատախազ, ինչ է մտածում էվթանազիայի գործառության եւ Գևորգյանի մասնակցության մասին։ Որպես դատախազ, ես իմ սեփական կարծիքն ունեմ էվթանազիայի վերաբերյալ, անկախ նրանից, թե դա հավատքի հարց է, թե ոչ։ Այս դեպքում կարծում եմ, ես երկու տարբեր գլխարկներ եմ դնում։ Գալով այստեղ իմ պարտականությունն է գործադրել Միչիգան նահանգի օրենքները, սակայն էվթանազիայի մասին իմ անձնական կարծիքն այն է, որ դա անհատի անձնական գործն է եւ խնդրո առարկա է իր բժշկի, իր հոգեվոր առաջնորդի եւ իր ընտանիքի շրջանակում։ Չնայած երբ գալիս եմ աշխատանքի, պետք է հագնեմ մյուս գլխարկս, եւ եթե էվթանազիան հակաօրինական գործողություն է համարվում Միչիգան նահանգում, ապա ես պետք է դատեմ տվյալ անձին։ Prosecutors have Դատախազներն ունեն հայեցողության իրավունք։ Նրանք կարող են որոշել, ում դատել եւ ում չդատել։ This is a murder trial. The evidence in this case Սա սպանության գործով դատ է։ Առանց որևէ կասկածի այս գործում եղած ապացույցները կցուցեն, որ պաշտպանյալ Ջակ Գևորգյանը կանխամտածված սպանել է Թոմ Յոկ անունով մի մարդու։ Համոզված եք, լավ եք մտածել։ Ես Չեք ուզում սպասել ևս մեկ ամիս, ոչ։ Մի ճգնաժամային պահից հետո ամուսինս հասկացավ, որ իրեն ապրելու շատ կարճ ժամանակ է մնացել եւ որոշեց կանգ առնել։ Նա ընտրեց ուղիղ ներարկումային պատճառով, որ դա արագ կլիներ եւ չէր ձախողվի։ And so you had Եվ այդպիսի կարևոր խնդրական, Ջակը գործը հասցրեց հաջորդ փուլ, մահամերձ հիվանդի ցանկությամբ, մահվան սարքը կիրառելու փոխարեն նա ուղղակի ներարկում կատարեց։ Մեռնողի համար տարբերություն չկա, սարքի կոճակը ինքը կսեղմի, թե բժիշկն ուղղակի կներարկի դեղերը, չէ որ Թոմաս Յոկի համար տարբերություն չկար։ Կարծում եմ, որ Միչիգան նահանգում մեր օրենքների համաձայն տարբերությունը շատ մեծ է, բայց դա հիվանդի խնդրանքն է եղել։ You have to understand that even though Դուք պետք է հասկանաք, որ չնայած Յոկն ինքն էր ուզել, որ իր կյանքին վերջ տրվի, բայց Գևորգյանն է, որ ներերակային սարքավորումները նախապատրաստելու դեղերը լցրել է։ Դա կոչվում է ակտիվ էվթանազիա։ Նա խլել է մարդու կյանքը, կապ չունի, թե բժիշկը ինչ շարժառիթներով է գործել։ Միչիգան նահանգում նշանակություն չունի, թե դա արվել է ցավն ու տառապանքները թեթևացնելու համար, թե ոչ։ Գևորգյանի միտումը եղել է վերջ տալ մարդու կյանքին, որովհետև միտումն ուրիշ է այս պարագայում։ Իմ միտումն էր կատարել իմ պարտականությունը եւ ոչ թե սպանել։ Դատախազը դա կոչում է սպանություն, հանցանք, իսկ ես դա անվանում եմ բժշկական օգնություն։ Թոմ Յոկը չի եկել ու ինձ ասել, գիտես, ես ուզում եմ մեռնել, սպանիր ինձ։ Նա եկավ եւ ինձ խնդրեց, ասելով, խնդրում եմ օգնիր ինձ։ Տեղի ունեցածը բժշկական օգնություն է եղել։ Ինչ վերաբերվում է այդ ենթադրյալ հանցանքին, այսինքն էվթանազիային, որի համար մեղադրվում է բժիշկ Գևորգյանը, ապա դատախազը եւ բոլոր մյուսները լավ գիտեն, որ նույն բանն արվում է ամեն օր։ Արվում է տարբեր հիվանդանոցներում։
Մինչդեռ Դեյվիդ Գորսիկան չի դատում այդ բոլոր մարդկանց, քանի որ քաղաքական առումով դա հիմարություն կլիներ իր կողմից։ Եվ նա հասկանում է, որ դատախազի հայեցողությունն իրեն թույլ է տալիս չդատել այդ մարդկանց։ Եվ նման բան անելու դեպքում նրան կարող են պարզապես դուրս վռնդել աշխատանքից, ինչպես դա պատահեց Ռիչարդ Թոմփսոնի հետ։ There are certain absolutes. Կան բացարձակ ճշմարտություններ։ Is not Ջակ Գևորգյանը երբեք չի եղել, չէ, եւ չի կարող լինել մարդասպան։ even close to being a murderer. Jack Kevorkian is a Ջակ Գևորգյանը գիտնական է, scientist who believes that որը գիտի, որ անբուժելի հիվանդություններով տառապող մարդիկ իրավունք ունեն իրենք որոշելու, որքան տառապել այս աշխարհը թողնելուց առաջ։ Սա նման է այն բանի, երբ տարիներ առաջ բժիշկները չէին ուզում ձեռքերը կեղտոտել ծննդաբերության արյունով։ when physicians were reluctant to Մինչև 20-րդ դարը մանկաբարձությունը եւ գինեկոլոգիան որպես այդպիսին գոյություն չունեին։ childbirth until the 20th Քանի որ բժիշկները պատվից ցածր էին համարում ծնունդ ընդունելը։ obstetrics and gynecology because Կային մանկաբարձուհիներ։ Միայն 20-րդ դարում բժշկությունն սկսեց զբաղվել դրանով։ Եվ Ջակ Գևորգյանի համոզմունքն է, որ բժիշկը հավասարապես պարտավոր է ոչ միայն օգնել ծննդի, մարդու լույս աշխարհ գալու process-ին, այլև օգնել մարդկանց հեռանալ այս աշխարհից, քանի որ եւ կյանքը, եւ մահը մարդկային կյանքի հավասարազոր երևույթներ են։ Հավասարեցնել այս մոտեցումը մարդասպանության հետ առնվազն աննորմալություն է։ Հիմա այս ճշմարտության մեջ կարող են լցնել էլ կրոնական ինչ-ինչ բարոյական համոզմունքներ։ Ես չեմ բացառում որևէ մեկի հավատամքը, բայց մարդը չպիտի պարտադրի իր գաղափարները մեկ այլ անձի, որը չի ուզում ղեկավարվել դրանցով, եւ այդպիսի մարդիկ, որոնք իրենց հավատքն ու գաղափարներն են ուզում պարտադրել մյուսներին, միշտ էլ գոյություն են ունեցել։ Նա նկարահանել է սպանության process-ը, տարել ժապավենը CBS եւ տվել նրանց, եւ նրանք հեռարձակել են ժապավենը 60 րոպե հաղորդաժամով, նոյեմբերին, ցույց տալով դա ողջ երկրով մեկ միլիոնավոր մարդկանց։ Ժապավենը, որը դուք քիչ հետո կտեսնեք, կհուզի ձեզանից ոմանց, սակայն բժիշկ Գևորգյանը ասում է, որ այս բացառիկ դեպքն ինքն ուզում է օգտագործել, որպեսզի բժշկի պասիվ, անուղղակի օգնությամբ կատարված ինքնասպանության իրավունքի մասին հասարակական բանավեճը բարձրացնի էվթանազիայի մակարդակ։ Եթե մարդը չունի ազատության եւ ինքնորոշման իրավունք, ապա նշանակում է նա չունի ոչինչ։ Սրա վրա է կառուցված այս երկիրը։ Երբ մեռնելիս հիվանդը տառապում է, ապա դա նրա իրավունքն է որոշել, երբ եւ ինչպես մեռնել։ Բժիշկ Գևորգյանն ասել է Մայք Ուոլասին. Ես պետք է ստիպեմ նրանց գործել։ Նրանք պետք է մեղադրանք ներկայացնեն ինձ։ Նա նկատի ուներ մեզ, դատախազությանը, կամ ես, կամ նրանք, ասել է Գևորգյանը հեռուստատեսային ուղիղ եթերից։ Անձամբ ես Գևորգյանի հետևից չեմ ընկել, ես նրան չեմ փնտրել, նա ինքն է եկել ինձ մոտ, այսինքն հեռուստատեսությամբ 24 միլիոն մարդու առջև խնդրել է դատել իրեն։ Նա ստացել է այն, ինչ ուզում է, իսկ հիմա բողոքում է, եւ այս, եւ այն, երկուսը միաժամանակ չի լինում։ Ես պետք է ինչ-որ բան անեի, որ այս հարցը լուծում ստանար։ Եվ հենց այստեղ դատական հրապարակում պետք է լուծվի այդ հարցը եւ ոչ թե քաղաքական ճանապարհներով, քանի որ քաղաքական ատյաններում դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ։ Դատարանի միջոցով այս հարցն ավելի արագ լուծում կարող է ստանալ։ Կարծում եմ, որքան շատ ժամանակ անցկացրի բժիշկ Գևորգյանի հետ, այնքան ավելի ու ավելի խորն սկսեցի հասկանալ նրան։ Ես միշտ էլ հավատացել եմ, հավատում եմ եւ կհավատամ, որ բժիշկ Գևորգյանը կարեկցող մարդ է։ Հիմա ես շատ լավ եմ հասկանում, որ կան մարդկանց տարբեր խմբեր, անհատներ, որոնց համար ոչ միայն անընդունելի է այն, ինչ նա անում է, այլ նույնիսկ կատաղեցնում է։ Բայց նա ուզում էր մարտահրավեր նետել հակառակորդներին, նա իսկապես ուզում էր։ Գաղափարական այս խնդիրը լուծելու համար նա նույնիսկ հարցականի տակ էր դրել իր իսկ սեփական ազատությունը, որը խոսում է նրա խիզախության մասին։ Իսկ ոմանց տեսանկյունից նույնիսկ հիմարության մասին, նայած թե որն է ձեր մոտեցման անկյունը, նա խիզախ մարդ է, նա ինտելեկտուալ անհատ է։ Նա իր ճշմարտության մոլեռանտն է։ Մի օր նա հայտնվեց դատարանի շենքի առջև կրծքին մի ցուցանակ, որի վրա գրված էր. «Դե եկ, բռնիր ինձ, դու կաշառակեր դատախազ, ես արեցի ինչ որ պետք է անեի»։ Այս դատավարությունը կարելի է կոչել միտումնավոր վրեժխնդրություն, քանի որ ուրիշ ոչ մի բժիշկ նման հանգամանքների առկայությամբ չի դատվել։ Դատարանում ոչ մի պաշտպանություն չէր կարող կառուցվել, քանի որ ոչ մի վկայի չթողեցին ցուցմունք տալ, որպեսզի պարզ լիներ, թե որն է եղել բժիշկ Գևորգյանի կանխահաս միտումը։ Բժիշկ Գևորգյանը
գևորքյանի կանխահասմիտման մասին արտահայտվող միակ մարդը մեղադրող կողմն էր դատախազ Դեյվիդ Գորսիկան, որն իր սեփական շահերից ելնելով ինքն էր որոշել, թե որն է եղել Գևորքյանի շարժառիթ միտումը։ Եվ վճռող ժողովրդական ատենակալները հնարավորություն չունեցան լսել պաշտպանության դիրքորոշումը Գևորքյանի կանխամտադրության վերաբերյալ։ Ես ուզում էի պաշտպանել մեռնող հիվանդի ընտանիքին բոլոր հնարավոր մեղադրանքներից։ Արարկում եմ, նա նորից ցուցմունք է տալիս։ Ոչ ոք չկար, քանի որ ես չէի ուզում խառնել որևէ մեկին։ Արարկություն։ Գիտեք դա, ասեմ ինչու։ Դատավոր, դու գիտեք, որ նա չի կարող հիմա ցուցմունք տալ։ Փորձելով ձերդ գերազանցությունը ես ասեղով ես փորձում էի Արարկություն, բայց այս մասին մենք արդեն խոսել ենք։ Դուք չեք կարող ասել։ Արարկություն։ Լավ, բայց ես կարող եմ ասել ինչու։ Կան սահմանադրության խախտման հետ կապված բազմաթիվ հարցեր։ Առաջին հերթին դատավարության ընթացքում խախտվել է սահմանադրության 5-րդ հոդվածը, երբ դատախազը շարունակ, թե պահանջում եւ թե բացառում էր ջակի ցուցմունք չտալու իրավունքը, հիմնականում լռեցնելով նրան։ Համաձայն սահմանադրական 6-րդ հոդվածի, պաշտպանյալը պետք է պատշաճ պաշտպանություն ունենա, որը չկար։ Սահմանադրության 14-րդ հոդվածը իրավունքի մասին եւ 9-րդ հոդվածը նույնպես խախտվել են։ Նայեցեք ինձ, դուք ձեր առջև կանգնած հանցագործ եք տեսնում։ Ինչպես դատախազն է ներկայացնում, ձեր առջև մարդասպան եք տեսնում։ Եթե այո, ապա պետք է դատապարտեք ինձ։ Իսկ հետո պատմությունն ինքը կդատի, կամ ավելին կենթարկվեք ձեր երեխաների եւ թոռների ել ավելի խիստ դատին, երբ նրանցից որևէ մեկը երբևէ պահանջ կունենա այդ թանկարժեք ընտրության իրավունքից օգտվել։ Ահա այստեղ մի մարդ փորձում է մարդկային հասարակության մեջ որոշակի առաջընթաց ապահովել։ Մի փոքր առաջընթաց, իրավունքների մի փոքր պաշտպանություն, այն, ինչի կարիքը մենք ամենից շատ ենք զգում։ Շնորհակալություն։ Ես համոզված եմ, որ հիվանդի խնդրանքով բժշկի այս կարգի օգնությունը չի կարող համարվել մարդասպանություն։ Ես համարում եմ, որ նման օգնություն ցուցաբերողը ահռելի կարեկցանք պետք է ունենա մեռնող մարդկանց նկատմամբ։ Ըստ իս, բժիշկ Գևորքյանի կատարածը մարդկային արարք է, որ օգնել է ամուսնուս եւ շատ ուրիշ մարդկանց։ Did for him and for the other people that he helped. So I think it's a humane thing to do. Ես շատ վստահ եմ, որ երբ յոկին ներարկեցին առաջին դեղը, վերջինս կարծես խնդրում էր, որ Գևորքյանը սպասի։ Նա ինչ-որ բան էր շշնջում, սպասեք, բայց Գևորքյանը կանգ չառավ, որ տեսնի, թե ինչ էր ասում նա։ Ներարկեց տեղը եւ վեճ տվեց նրա կյանքին։ Հնարավոր է, չէ, որ պարոն Յոկն այդ պահին մտափոխվեր, բայց այդ հնարավորությունը նրան չտրվեց։ Դուք լավ եք մտածել այդ մասին։ Այո։ Չեք ուզում սպասել եւս մեկ ամիս։ Ոչ։ Thomas Yauch Դատախազության ասածը, թե FBI-ի կողմից ժապավենի, այսպես կոչված ձայնագրության որակի բարձրացումը ցույց, որ իբր էվթանազիայի process-ի ընթացքում Յոկը փորձել է ասել ոչ եւ չի ցանկացել, որ Գևորքյանը շարունակի process-ը, լիովին սուտ է։ Եթե նայեք տեսագրությունը կամ էլ լսեք ձայնագրությունը, ինքներդ կհամոզվեք, որ Յոկն ընդամենը հոգոց է հանում եւ մահանում, մինչեւ բժիշկը կհասցներ որևէ դեղամիջոց ներարկել նրան։ Ամենայն հավանականությամբ Յոկն արդեն մահացել էր, նախքան որևէ դեղամիջոց ներարկելը։ Դրա ապացույցն այն է, որ հիվանդանոցում դիահերձումից հետո Յոկին տրված մահվան վկայականում ասվում է, որ նա մահացել է հիվանդությունից, Ալցհայմերից եւ ոչ թե ինչ-որ ուրիշ բանից։ Երկրորդը հոգոց հանեց եւ մահացավ։ Իսկ Դեյվիդ Գորսիկան եւ իր օգնականները դատարանում օգտագործեցին այդ հոգոցը, ասելով, որ Յոկը իբր փորձում էր ինչ-որ բան ասել, երբ իրականում նա ուղղակի մահանում էր։ Սա ոչ միայն սուտ է, այլ նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ արարք։
Մենք շատ տարբերակներ ենք ուսումնասիրել, ես շատ ուսումնասիրություններ եմ կատարել, եղբորս օգնելու ընտրություն կատարել։ Սա այն բանը չէր, որ մենք որպես իր ընտանիքի անդամներ նրան առաջարկեինք։ Նա եղբայրս ինքն էր ինձ խնդրել, եւ ես խոսել եմ մի շարք այլ կազմակերպությունների հետ, ինչպես Hemlock Society-ի հետ, նաեւ Վաշինգտոնում եւ Օրեգոնում գտնվող կազմակերպությունների հետ, որոնք կոչվում են մահվան կարեկցություն։ Եվ նրանք մի քանի տարբերակներ առաջարկեցին, որոնք կիրառվում էին անբուժելի մահվան պրոցեսում գտնվող հիվանդների համար, նրանց համար, որոնք ուզում են վերջ տալ իրենց կյանքին, վերահսկելով իրենց կյանքի վերջին պահը։ Բայց այդ տարբերակները սահմանափակ էին։ Hemlock Society-ն առաջարկում էր կուտակել դեղորայքը եւ այնուհետեւ միանգամից ընդունել այն։ Ինչպես նաեւ առաջարկում էին մեծ պլաստիկ տոպրակ հագցնել հիվանդի գլխին եւ որը շատ կոպիտ է եւ ոչ այնքան հրապուրիչ տարբերակ է իր վերջին պահերն ապրող հիվանդի համար։ Եվ այսպիսով իմ եղբայրը Թոմը չգտավ, որ այդ առաջարկներն այս աշխարհից հեռանալու ամենախաղաղ եւ հրապուրիչ տարբերակներն են իր համար։ Բժշկի մասնագիտությունն այստեղ շահագրգռություն ունի երկարացնել հիվանդի կյանքը, քանի որ դա կապված է ֆինանսական օգուտի հետ։ Ավելի պարզ ասված, օրենքն արգելում է եւ մերժում է բժշկի օգնությամբ կատարված էվթանազիան։ Այն ստիպում է, որ մարդիկ ապրեն իրենց ցանկացածից ավելի երկար եւ գնահատված է, որ առողջապահության համար միջոցներ տրամադրող կառավարության երկու ծրագրային ֆոնդերի 50-ից 85%-ը ծախսվում են մարդկանց կյանքի վերջին 15-ից 20 օրերի ընթացքը երկարաձգելու համար։ Այսինքն, տարեկան ծախսվում են պետական հարյուրավոր միլիարդ դոլարներ, ոչ թե մարդու կյանքի որակը լավացնելու, այլ նրանց կյանքը 15-ից 20 օրով երկարացնելու համար։ Այն հաստատությունները եւ բժիշկները, որոնք այդ 15-ից 20 օրերի փողն են ստանում, ֆինանսապես մեծ կորուստներ կգրեն, եթե օրենքը փոփոխության ենթարկվի։ Կան արարքներ, որոնք պարզ տրամաբանությունից ելնելով չեն կարող դիտվել որպես հանցագործություն։ Դա վտանգավոր բան է։ Վտանգավոր է լսել նրան, քանի որ նա ձեզ ասում է՝ օգտվեք ձեր տրամաբանությունից։ Ըստ նրա, դուք եք օրենքը կյանքի կոչում, ձեր իսկ տրամաբանության օգնությամբ, բայց մենք այդպես չենք գործում։ Մենք այդպես չենք օրենքներ ստեղծում։ Գևորգյանը պատշաճ դատալություն չի ունեցել, այդ դատավարությունն ուղղակի շինծու դատավարություն էր։ Նրա գործը պատշաճ ձևով չի ներկայացվել, թույլ չեն տվել վկաներին ելույթ ունենալ, նա չի ստացել պատշաճ աջակցություն փաստաբաններից, տրամադրված խորհրդատուները անփորձ եւ նման գործերից գլուխ չհանող փաստաբաններ են եղել։ Դատարանում Ջակը չէր կարող արդարադատություն անել, քանի որ նա չէր իմանում, թե ինչ է անում։ Դա նման է այն բանի, երբ սկսնակ բեյսբոլիստին բերում են բարձրագույն լիգայի չեմպիոնատ եւ ասում գնա եւ խաղա աստղերի դեմ։ Հասկանում եք, որ ձեր կյանքի մնացած մասը կարող եք անցկացնել բանտում։ Ինձ արդեն շատ չի մնացել ապրելու ձեր այդ գերազանցություն։ Երևի տեսած կաք Ջեքսոն բանտի ներսը։ Ֆիլմերում տեսել եմ, բավական ճշգրիտ պատկերված է։ Ճշգրիտ։ Այդպես։ Դատավորը նաև քաղաքական գործիչ է։ Այդ կերպ մարդիկ շատ անմարդկային արարքներ են կատարում։ Դատավոր Ջեսիկա Կուպերը մտածում է, որ օրենքն է թույլ տալիս իրեն նման բան անել եւ այսպիսով նրան թվում է, թե անձնական որևէ պատասխանատվություն չի կրում, բայց ի վերջո նա էլ հաշվետու է լինելու ավելի բարձրին, Խղճիատյանին։ Ես չէի ուզի նրա մորթի մեջ լինել այդ գիշեր։ Ես լավ գիտեմ այս համակարգը եւ այն նեղած կաշառված համակարգ է։ Միչիգանի դատարաններն էլ են կաշառված։ Նրանք լցված են դատավորներով, որոնց նշանակել է նահանգապետը։ Նահանգապետ, որը Ջակին բանտում կպահի, ի վերջո Ջակը հաղթելու է, բայց նա արդեն ողջ չի լինի եւ չի տեսնի դա։
Մոտավորապես 6 տարի եւ 8 ամսից հետո բանտի դրական հայեցողության դեպքում նա վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի հնարավորություն կարող է ունենալ։ Չեմ կարծում, որ դա շատ անմարդկային է։ Նրան վերաբերվել են այնպես, ինչպես որևէ այլ մարդասպանի, որը մեղադրվել է երկրորդ աստիճանի սպանության մեջ։ David Gorsica also has repeatedly said that Դատախազ Դեյվիդ Գորսիկան մի քանի անգամ ասել է, որ Գևորգյանի նկատմամբ այլևս հարկ չկա կիրառել սպանության մասին ընդհանուր օրենքը, եւ ինքը բժշկին դատապարտել է ինքնասպանությանը օժանդակելու համար նախատեսված իրավական նոր ակտի հիման վրա, որն իմիջիալոց նախատեսում է չնչին պատժաչափ։ Նրա հայտարարությունները հակասում են իրականությանը եւ աբսուրդ են, քանի որ իրականում դատախազն անտեսել է կյանքի վերջ տալու բժշկի օժանդակության մասին նախատեսված հոդվածը եւ Գևորգյանին դատել է սպանության մասին ընդհանուր օրենքի կիրառմամբ։ Եթե ինձ հարցնում եք, արդյոք ԱՄՆ-ում ունենք իրական արդարադատություն, ապա կասեմ ոչ, չկա։ Ոմանց համար կա, իսկ ոմանց համար ոչ։ Անշուշտ, Ջակ Գևորգյանի համար արդարադատություն չի կարող լինել։ Նա առաջ է մղել այնպիսի կարևոր իրավունքի խնդիրներ, որոնք հակառակ են հզորների շահերին։ ԱՄՆ-ում այդպես է եղել միշտ։ ԱՄՆ-ը տեսել է ստրկություն, կա ռասիզմ։ Արդարությունը ԱՄՆ-ում երբեք էլ հավասարապես չի բաշխվել, այն միշտ էլ ավելի բարենպաստ է հարուստների կամ լավ դիրքեր գրաված մարդկանց համար։ Իսկ ովքեր փորձել են ինչ-որ կերպ փոխել գոյություն ունեցող ուղիները, ինչպես օրինակ Ջակ Գևորգյանը, Մարտին Լյութեր Քինգը, Մալքոմ Էքսը կամ Ջոն Բրաունը, ապա շատ ծանր են վճարել դրա համար։ Եվ դուք, որ համարձակություն ունեցաք գնալ ազգային հեռուստատեսություն եւ աշխարհին ցույց տալ, թե ինչ եք արել, եւ համարձակվեցիք ձեռնոց նետել իրավական համակարգին, որ կանգնեցնի ձեզ։ Լավ, պարոն, համարեք, որ արդեն ձեզ կանգնեցրել են։ Կարծում եմ, որ ցանկացած ամերիկացի, որ հետևել է դատավարության ընթացքին եւ դատապարտմանը, պետք է իրեն վիրավորված զգա եւ բարձրացնի իր ձայնն ու դիմի տեղական եւ ազգային իշխանություններին մարդու ընտրության իրավունքը պաշտպանելու նպատակով։ Այս երկրում, եթե մարդն ունի իրավունք ընտրել, թե ինչպես նա պետք է ապրի, ապա նա նույնպես իրավունք ունի ընտրել, թե ինչպես պետք է մահանա։ Չեմ հավատում, որ Ջակ Գևորգյանը հանցագործ է եւ առավել եւս չեմ հավատում, որ նա պետք է բանտում լինի։ Երկու տարի առաջ ես Դիթրոյթում էի եւ տեսա Ջակ Գևորգյանին։ Նրա առողջությունն ինձ շատ է անհանգստացնում, քանի որ նա արդեն 72 տարեկան է եւ շուտով 73 է լինելու։ Արդեն 3 տարի է, ինչ նրան բանտարկել են։ Ամեն անգամ նրան տեղափոխում են բանտից բանտ, հարկից հարկ։ Նա մեկ այս, մեկ այն հանցագործի հետ է։ 2 մետրը 3-ի վրա նույն բանտախցում եւ կամ մենակ է։ Նա պետք է այլ վերաբերմունքի արժանանար։ Նա հանցագործ չէ։ Նա քաղաքական բանտարկյալ է եւ ինչ որտեղ նրան կոպիտ, դաժան վերաբերմունք են ցույց տալիս։ Նրան վերաբերվում են այնպես, ինչպես մյուսներին եւ այդ բանտում բոլորը գիտեն, որ նա վտանգավոր չէ։ Նա հանցագործ չէ եւ չպիտի պահվի խցում։ Նույնիսկ այդ պարագայում նրա համար կարող էին այլ միջավայր ստեղծել, բայց ոչինչ չի արվում։ Իսկ ինչու՞։ Քանի որ նա քաղաքական բանտարկյալ է։ Ինձ բախտ է վիճակվել աշխատել որպես բժիշկ Գևորգյանի իրավական հարցերով օգնական։
Այդ ժամանակվանից ի վեր ես նաև զբաղվում եմ նրա ամբողջ թղթակցությամբ եւ կարող եմ ձեզ ասել, որ նրան ուղղված հազարավոր նամակները չեն դադարում գալ թե իրավաբանական գրասենյակ, ինչպես նաև բանտ։ Ես, ինչպես նաև իմ դուստրը, պատասխանատվություն ենք ստանձնել պատասխանել բոլոր այդ նամակներին։ Նամակների քանակը եւ այն աջակցությունը, որ այդ մարդը ստանում է համայն աշխարհից, անգնահատելի են։ Դրանք շատ կարեկից նամակներ են, նրանցից մի քանիսն ինձ հուզում են, մի քանիսը ժպտեցնում։ Մի մարդ նամակի հետ ուղարկել է իր նկարը, հեծանիվ նստած եւ գրել է. «Չեմ համբերում, թե երբեք դուրս գալու բանդից, որ գնանք հեծանիվ քշելու»։ Կամ էլ մեկն ուղարկել էր տրակտորի վրա լուսանկարված իր պատկերը եւ գրել. «Երբեք գալու մեր ֆերմա, չեմ համբերում»։ Կան նաեւ լուրջ նամակներ, որ գալիս են համալսարանի դասախոսներից եւ բժիշկներից, որոնք նույն կերպ օգնել են մեռնող մարդկանց։ Կարծում եմ աշխարհի վրա չկա մի մարդ, որ հասկանա, թե ինչպես, ինչու է Ջակ Գևորգյանը հայտնվել բանտում։ Կամ բարձր ինտելեկտով կրթված մարդիկ, որ կարծում են, թե այս պարագայում նույնիսկ վիճարկելու բան չկա։ Այսինքն բոլորը պետք է ունենան ընտրության իրավունք։ Մենք ունենք հիվանդ մարդիկ, որոնք… Ահա Պարկինսոնի հիվանդությամբ մի մարդ գրում է ամենաչքնաղ նամակներից մեկը ասելով. «Ես արդեն երկար ժամանակ է ինչ հիվանդ եմ, եւ ես հանգիստ եմ, իմանալով, որ դուք կաք, եւ որ ես ունեմ այդ ընտրությունը»։ Կար մի մարդ, որ ուղարկել էր կատարված մի հետազոտության արդյունքները, եւ այնտեղ ասվում էր, որ այն հիվանդ մարդիկ, որոնք գիտեն, որ իրենք ունեն ընտրության իրավունքի տարբերակը, ավելի երջանիկ եւ թեթև են իրենց զգում, եւ ավելի երկար են ապրում, քան երբ մահվան ընթացքում վախի մեջ են։ Այսպիսով, եթե մարդը գիտի, որ նա կարող է հանգիստ առանց տառապելու հեռանալ, մտքով եւ հոգեպես շատ ավելի խաղաղ է։ Մեկը ուղարկել էր նրան այս հոդվածը. «Դանիացիները փորձում են օրինականացնել այդ բազմաչարչար էվթանազիան»։ Այս մեկը հետաքրքիր նամակ է։ Այնտեղ շատ պարզ, կարճ եւ ջերմ լեզվով գրված է. «Բժիշկ Գևորգյան, դուք արժանի եք Նոբելյան մրցանակի։ Ընդունեք ձեր նկատմամբ ունեցած իմ հարգանքի եւ երախտագիտության իմ փոքրիկ ընծան»։ Եվ այս նամակը գրել է բժիշկ։ Այս մեկը հենց նոր ենք ստացել, եւ այն կարդալով ես ուղղակի փշաքաղվում եմ։ Այս մարդը գրում է. «Ներկա դրությամբ ես քաղցկեղով ամբուժելի հիվանդ եմ։ Իմ կողքին ես չունեմ ձեզ, բայց ես ունեմ 22 տրամաչափի ատրճանակ։ Աստված օրհնի ձեզ եւ մարդկանց համար արած ձեր գործը»։ Ստորագրված է Ջերի։ Ուրեմն ինչի մասին էր այդ դատավարությունը։ Ստացվում է, որ ավելի լավ է մարդիկ ատրճանակով վերջ տան իրենց կյանքին, եւ նամակները շարունակվում են գալ։ Կան հազարավոր մարդիկ, որոնք գրում են Ջաքին աշխարհի տարբեր ծայրերից։ Նրանք հարցնում են. «Ինչ կարող ենք անել ձեզ համար»։ Նրանք առաջարկում են իրենց բանաստեղծությունները, առաջարկում են փող։ Նրանք այն մարդիկ են, որոնք ամեն կերպ աջակցում են Ջեքի իրավական պաշտպանության հիմնադրամին։ Այս ամենի մեջ կարծես հեգնանք կա։ Ջակ Գևորգյանը պայքարում է մեր ազատության համար եւ դրա համար վճարում է իր սեփական ազատությամբ։ Նա հերոսնահատակ է եւ որքան շատ պահ են նրան բանտում, այնքան նա ավելի է դառնում հերոսնահատակ։ Եվ նա միգուցե արդեն այն մեծությունների նահատակված հերոսների շարքում է, որոնց նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավանդույթ կա փառաբանել իր հերոսներին նրանց ոչնչացնելուց հետո։ Ջակ Գևորգյանը բժիշկ է, պաթոլոգ եւ գիտնական։ Նա բազմաթիվ բժշկագիտական ուսումնասիրությունների գրքերի հեղինակ է, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։ Այսօր հանրահայտ բժշկի գիտական աշխատությունները եւ բժշկական նվաճումները ցուցադրված են Բոստոնի հայկական թանգարանի հատուկ մասում։ Բժիշկ Գևորգյանը մեծ առաջնորդի հեղինակություն է վայելում էվթանազիայի ոլորտում ինչպես Ամերիկայում, այնպես էլ աշխարհով մեկ։ Ջակ Գևորգյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 28-ին Միչիգան նահանգի Պոնտիակ քաղաքում, Եղեռնից մազապուրծ հայ գաղթականների ընտանիքում։ Ինչպես հիշում է նրա փոքր քույրը Ֆլորան, Ջակը հենց մանկուց էլ տարբերվում էր մյուսներից։ Ջակն առաջատար էր բոլոր ասպարեզներում։ Նա շատ խելացի երեխա էր, եռանդուն, ուրախ եւ շատ հնարամիտ։ Պատանի հասակում Ջակը հենց տանը կառուցեց քիմիայի լաբորատորիա։ Նա տարբեր բաներ էր պատրաստում, սկսած հրավառության նյութերից մինչև խողովակով ռադիո, էլեկտրական հեծանիվ, ջրային հեծանիվ եւ շատ այլ բաներ։ Հարևանների մեջ եւ դպրոցում նա շատ ընկերներ ուներ։ Բոլորը սիրով հետևում էին նրան, իր նոր գաղափարներն իրականացնելու գործում։ Նա այնքան առաջ էր անցել դպրոցում իր դասընկերներից, որ ուսուցիչները նրան թույլ էին տալիս դասարանից դասարան թռչել։ Նա շատ շուտ վերջացրեց դպրոցը եւ այնուհետև ուսումը շարունակեց Միչիգանի համալսարանի բժշկության ֆակուլտետում։ Նա 19 տարեկան 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 տարեկան
Իր 24-րդ տարեդարձը լրանալուց մի քանի շաբաթ անց նա ստացավ բժշկագիտության մեջ մասնագետ դոկտորի աստիճան։ Գևորգյանը մասնագիտացել էր պաթոլոգիայի գծով։ Համալսարանն ավարտելու պահին նա արդեն տիրապետում էր 5 լեզուների՝ ներառյալ հայերեն, գերմաներեն, ռուսերեն եւ ճապոներեն։ 1953-ին կորեական պատերազմի ժամանակ Գևորգյանը որպես բժիշկ մեկնեց բանակ։ 1956-ին Գևորգյանը հրապարակեց իր հանրահայտ բժշկական աշխատությունը, որը կոչվում էր The Fundus Oculi։ Նրա հայտնագործությունները, որ հիմնված էին մեռնող մարդկանց աչքի բիբերի լայնածավալ լուսանկարչական ապացույցների վրա, եւ հետազոտված էին մահացող մարդու աչքերի առանձնահատկությունները, ցույցում էին, որ այս մեթոդով առավել ճշգրիտ կարելի էր որոշել մահը եւ նույնիսկ ամենափորձառու մեքենաների մահվան արձանագրությունից հետո էլ պետք է պայքարել հիվանդի կյանքի համար։ Գործընկերները կատակով նրան կոչեցին բժիշկ մահ։ 1970-ին Գևորգյանը դարձավ Սարաթոգա հիվանդանոցի գլխավոր պաթոլոգ։ Մինչև 1980-ը նա արդեն հրապարակել էր մի քանի հոդվածներ, ներկայացնելով էվթանազիայի բժշկական էթիկայի վերաբերյալ իր գաղափարները։ 1989-ին նա կառուցեց այսպես կոչված մահվան մեքենան, որի կոճակը սեղմելով մեռնողը վերջ էր դնում իր տառապանքներին։ Ավելի քան 10 տարի նա օգնել է շատերին նրանց տառապանքի ժամին։ Սկսած 1990-ից նա 5 անգամ մեղադրվել է մարդասպանության համար։ Ամեն անգամ ժողովրդական ատենակալները նրան անմեղ են ճանաչել։ 1999-ին առաջին անգամ Գևորգյանն ինքը կատարեց մահաբեր ներարկում, այսինքն բժշկի օգնության ուղղակի միջամտություն։ Նա տեսաժապավենի վրա նկարահանեց եւ ցուցադրեց այն CBS կայանի 60 րոպե հաղորդաժամով։ Երբ հայտնի դարձավ, որ Ջաքը պատրաստվում է հեռարձակել Թոմաս Հյուկի մահվան ժապավենը, Ջաքը չէր կարող գնալ տուն։ Այն պատճառով, որ լրագրողները աշխարհի տարբեր ծայրերից հավաքվել էին իր տան մոտ։ Եվ մի գիշեր այդ ծրագրի հեռարձակումից 1 շաբաթ առաջ, ժամը երեկոյան 10-ի մոտ, նա զանգահարեց ինձ եւ ասաց. «Ուզում եմ տեսնել քեզ»։ Ես ասացի. «Լավ, Ջակ»։ Մտածեցի, որ դա մի գավաթ սուրճ խմելուց ավելի երկար կտևի։ Այդ ժամանակ նա տեղ էր փնտրում, որտեղ կարող էր մնալ, մինչև կրքերը կհանդարտվեին։ Եվ մենք հրավիրեցինք Ջաքին ապրել մեզ հետ, եւ դա մեր ընտանիքի համար ամենալավ ժամանակահատվածներից մեկն էր։ Իմ տղան իրավաբանական դպրոցում է սովորում։ Տարիներ շարունակ իմ դուստրը նրա հետ ֆլեյտա էր նվագում։ Եվ այդ մարդը այժմ մեր տանն էր, օրական 24 ժամ։ Նա առավոտյան շատ շուտ իջնում էր ներքև, նստում բազմոցին, կարդում փիլիսոփայական գրքեր կամ արվեստի գրքեր։ Եվ երբ ընտանիքի մյուս անդամները սկսում էին արթնանալ, նա զրուցում էր իմ ամուսնու հետ կամ վիճում էր ինչ-որ հարցի շուրջ։ Իսկ երբ իջնում էր Սարան, նրանք ֆլեյտա էին նվագում, լսվում էր Բախի երաժշտության հնչյունները։ Նա կայացած երաժիշտ էր։ Նա գրել է դաշնամուրի համար կոնցերտներ։ Նա նվագում էր երգեհոն, դաշնամուր եւ ֆլեյտա։ Նա իսկապես շատ էր զարմացնում։ Եվ Ջաքը դարձավ մեր ընտանիքի անդամ։ Մեզ ընկերներ էին այցելում, որոնք նրա հետ դաշնամուր էին նվագում կամ պոեզիայով զբաղվում։ Այստեղ նա կարտոֆիլ էր մաքրում, նա քմահաճ ուտում էր եւ պետք է միշտ համոզված լիներ, որ գոհաբանության օրվա համար մի լավ բան ունի։ Նա շարունակ աշխատում էր։ Համարյա ամեն օր նա մաքրում էր վառարանը, քանի որ երեկոյան շատ փայտ էր վառելու։ Այստեղ նա սուրբ ծնունդ անցկացրեց, տոնածառը զարդարեց։ Նա գրեթե միշտ մենակ էր անցկացրել ծննդյան տոները։ Մենք նրան դարձրինք ծննդյան տոների էլֆ։ Նա երկար խոսում էր իր քրոջ հետ հեռախոսով, իսկ Սարան ծամածրություններ էր անում նրան զվարճացնելու համար։ Անցյալ տարի, երբ նա մեզ հետ էր ապրում, շատ ծանր ձմեռ էր, բայց նա հորինել էր ձյուն մաքրելու սարք եւ շատ օգնեց մեզ այդ տեսակետից։ Շատ ձյուն էր եկել։ Վերջին օրը նա հրդեհ վերնագրով գիրքներ կարդում, եւ եթե անդրադառնանք այդ գրքին եւ համադրենք Ջակ Գևորգյանի պայքարը, մեռնողի ընտրության իրավունքի ազատությունը որպես սահմանադրական իրավունք, ապա կհասկանանք, որ Ուիլյամ Լոյդ Գարիսոնն իր գրքում նույն միտքն է արտահայտել։ Այն տարբերությամբ, որ գրքում խոսվում է ստրկությունը վերացնելու եւ ազատության իրավունքի մասին։ Գրքի հերոսին դատում են,
Դատարանը նրան մեղավոր է ճանաչում։ Նրան բանտ են նստեցնում։ Եվ մենք հասկանում ենք, որ անցյալում Վերնախավը նույն կերպ դեմ է եղել ստրկությունը վերացնելուն։ Վերջին օրը Գերմանիայից եկավ նրա քույրը եւ միացավ մեզ։ Մենք գլուխ կոտրուկներ էինք լուծում։ Ամեն երեկո սեղանի շուրջ մենք քննարկումներ էինք կազմակերպում, շատ ծաղիկներ կային, երաժշտություն էր հնչում, եւ խանդավառություն կար, եւ միևնույն ժամանակ մենք հասկանում էինք, որ հաջորդ օրը երաժշտությունը կդադարի եւ ես մի փոքր հուզվում եմ, Ջակի կյանքը կփոխվի։ Եվ այդպես էլ եղավ։ Ես շատ ուրախ եմ, որ մենք առիթ ունեցանք Ջակի հետ այդ ժամանակն անցկացնելու, եւ հուսով եմ, որ մարդիկ նույնպես երբևէ հնարավորություն կունենան Ջակին ճանաչելու այլ անկյունից։ Որքան շատ էի նրան ճանաչում, այնքան շատ էր ինձ զարմացնում մարդկանց նկատմամբ նրա կարեկցանքի մեծ զգացումը։ Ես հիացած էի օտար լեզուների, հատկապես ճապոներենի նրա վառ իմացությամբ, ֆլեյտա նվագելու նրա ունակությամբ։ Նա հրաշալի մարդ է։ Ես շատ հետաքրքիր մարդկանց եմ հանդիպել իմ կյանքում, եւ նրանցից քչերն են նման խիզախություն ունեցել։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միչիգանի վճռապետ դատարանն սկսեց Բժիշկ Գևորգյանի գործի վերաքննությունը։ Պաշտպանող կողմը պնդում էր, որ Գևորգյանի դատը եղել է սահմանադրության կոպիտ խախտումներով եւ կընտրեց դատարանին կամ գրավի դիմաց արձակել, մինչեւ վերադատ, կամ էլ ընդհանրապես ազատ արձակել նրան։ Բայց ընդամենը 40 րոպե էր, ինչ դատն ընթանում էր, երբ հայտնեցին, որ հարձակում է եղել Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի վրա։ Դատական վերաքննությունը դադարեցրին։ 2 ամիս հետո, թեև դատավարությունը կիսատ էր մնացել, վճռաբեկ դատարանը Գևորգյանի գործը վերանայելուն դեմ որոշեց։ Թվում է, թե ոչ մեկը չի ուզում վերանայել այդ գործը եւ փոխել այդ անարդար դատավճիռը։ Ես միշտ էլ գիտեի, եւ Ջակին էլ էի հազար անգամ ասել, որ եթե թողնի, որ նրանք հաղթեն, ապա նրանք այդպես էլ կանեն։ Եվ Ջակը գիտեր դա։ Մենք միշտ էլ գիտեինք, թե ովքեր էին այդ մարդիկ։ Դրանք լավ մարդիկ չեն։ Միչիգանում, ինչպես դուք գիտեք, ապրում են կղերական աչակողմյան ծայրահեղականներ։ Թերթելով պատմության էջերը կտեսնեք, որ նրանք միշտ էլ դաժան մարդիկ են եղել, ովքեր են ձեր կարծիքով իրականացրել ինկվիզիցիան։ Նրանք հո լավ մարդիկ չէին, նրանք հո չեն գնացել։ Այս մարդիկ հիմա էլ ապրում են եւ մեր շուրջն են։ Հիմա, երբ նրանք վերջապես դատապարտման որոշումն ունեցան, կանեն ամեն ինչ, որ իրենց սարքածն արդարացնեն եւ պաշտպանեն։ Առաջինը փորձում են եւ կփորձեն չթողնել, որ այդ մարդու հետ հարցազրույցներ լինեն, նկարահանեն, քանի որ այդ ճանապարհով հասարակությունը մարդիկ կարող են մոռանալ, թե ով էր այդ մարդը, բայց նրանք չարաչար սխալվում են։ Երկրորդը, նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի Ջակն ազատ չարձակվի գրավի դիմաց, որպեսզի բողոքարկման ընթացքում նա բանտից դուրս չգա։ Եթե նա բանտից դուրս գա, մարդիկ կտեսնեն նրան, մարդիկ կլսեն նրան եւ կաջակցեն նրան։ Եվ միգուցե որոշ պաշտոնյաներ այդ պատճառով կզրկվեն իրենց պաշտոններից։ Նրանք խլեցին նրա վերջին կոպեկը, վերջին հնարավորությունը, որից կարող էր օգտվել, ողջունեցվածքը, որպեսզի Ջակը չկարողանա պատշաճ պաշտպանություն ապահովել իր դատավարության ընթացքում։ Նրանք Ջակի ձայնը կտրելու մասին մամուլին հանձնարարություններ են անում, որ ոչ ոք չիմանա, թե ինչ է կատարվում Ջակի հետ, քանի որ չեն կարող լսել նրան։ Փաստորեն քաղաքական գործիչները լրացնում են Ջակին եւ նրա հետևողներին իրենց շահի համար։ Մինչդեռ նրանք պետք է բաց քննարկում ծավալեին մեր կյանքում մի շատ կարևոր հարցի շուրջ, թե ինչպես ենք մենք մահանում, երբ ենք մահանում։ Իսկ երբ մահանում ենք, ապա կարող ենք ընտրել արժանապատիվ մահաձևը։ Սա հարց է, որը վերաբերում է ամերիկյան յուրաքանչյուր ընտանիքի։ Եթե բժիշկներին չեն թողնում օգնել անբուժելի հիվանդ մարդկանց, վերջ տալու նրանց մահվան տառապանքին, ապա հիվանդները դիմում են իրենց հարազատներին, իրենց ընտանիքներին, ընկերներին։ Պատկերացրեք, որ ձեր սիրած մարդկանցից մեկը, որը ցավերի մեջ է, խնդրում է ձեզ օգնել իրեն մահանալ, եւ պատկերացրեք, որ ամբողջ կյանքի ընթացքում ձեզ ուղեկցում է ձեր իսկ պատասխանը՝
լինի դա այո, թե ոչ։ Բժիշկ Գևորգյանը հավատում է, որ եթե մարդը անբուժելի է, մեռնող հիվանդ է եւ տառապում է այդ հիվանդությունից, ապա նրա մարդու ֆունդամենտալ իրավունքն է ընտրել երբ եւ ինչպես մահանալ։ Բժիշկ Գևորգյանը հավատացած է, որ մեռնող հիվանդի ցանկության դեպքում բժշկի օգնությամբ մահվան օրինականացումը կարող է լինել հենց բժիշկների հնարավոր չարաշահումների դեմ խստապահանջ արգելափակում։ Զանգահարում են Միչիգանի ուղիչ վարչությունից։ Եթե համաձայն եք վճարել զանգի համար, սեղմեք 0, եթե ոչ, այս զանգը ձայնագրվում է։ Շնորհակալություն Sprint-ի ծառայությունից օգտվելու համար։ Անա, բարև։ Բարև ձեզ, դոկտոր Գևորգյան, ինչպես եք։ Այսօր լավ եմ, իսկ դուք։ Մեզ ասեցին, որ ձեզ տեղափոխել են նոր բանդ։ Ինչպես է նոր տեղում։ Ճիշտն ասած, դա նույն բանտի ուրիշ հատված է։ Դրանք համարվում են նույն Ջեքսոն բանտի տարբեր հատվածներ եւ հանկարծակի ինձ տեղափոխեցին։ Երկրորդ հարկից առաջին։ Ես շատ զարմացած էի, երբ ինձ տեղափոխեցին։ Շատ զարմացած էի։ Սա ավելի լավ տեղ է համարվում, բայց ինձ համար տարբերություն չկա։ Որոշ առումներով լավ է, որոշ առումներով վատ։ Ընդհանուր առմամբ այնքան էլ հաճելի չէ։ Միակ լավ բանն այն է, որ ունես 6 ոտքը 10-ի վրա մի խուց, որը քոնն է, բայց մեկուսացված չէ, քանի որ առջևում եւ հետևում բաց է, ձողեր են եւ ամբողջ աղմուկը ներս է լցվում, եւ մարդիկ կարող են ցանկացած ժամանակ ներս նայել։ Դոկտոր, մենք գիտենք, որ դուք մեծ հույս ունեք, որ Գերագույն դատարանը կվերցնի ձեր գործը լսելու։ Ինչ եք կարծում, ձեր գործն ինչպես է աղերսվում սահմանադրության մեջ մարդու իրավունքի հետ։ Հիմնական պատճառը, որի համար ես ուզում եմ, որ Գերագույն դատարանն զբաղվի իմ գործով, այն է, որ առաջին հերթին այդ հարցը մեկ ընդմիշտ լուծում կստանա այս երկրում։ Համենայն դեպս մոտ ապագայի համար, եթե չխոսենք ավելի երկար ժամանակաշրջանի համար։ Բայց նաև դա համայն մարդկության չափահաս անդամների իրավունքն է։ Իրավունք, որը նույնքան է վերաբերվում բոլորին, ինչքան որ ազատության, կյանքի, խոսքի ազատության իրավունքը։ Եվ քանի որ այդ իրավունքն առանձին չի ընդգրկված սահմանադրության մեջ, ես պնդում եմ, որ այն, որպես սահմանադրական իրավունք, արդեն առկա է սահմանադրության 9-րդ կանոնում։ Սկզբում 9-րդ փոփոխություն կանոնն ընդգրկվել է սահմանադրության մեջ, Ջեյմս Մեդիսոնի պնդմամբ, որն ասել է, որ ցանկացած իրավունք, որն ընդգրկված չէ սահմանադրության կամ դրա լրացումների մեջ, համարվում է իրավունք եւ կոչվում է չհատուցվող իրավունք։ Ես պնդում եմ, որ այս իրավունքը պետք է առաջնային համարվի։ Այն առաջինը պետք է համարվի սահմանադրության 9-րդ լրացում հոդվածի ներքո։ Անհրաժեշտ չէ ունենալ որևէ նոր օրենք, որը թույլ կտա մարդկանց օգտագործել իրենց հենց այդ իրավունքը, քանի որ չտառապելը, երբ այդ տառապանքն անտանելի է եւ բուժում չունի, դա մարդկանց հիմնական առաջին իրավունքն է։ Ձեզ մնացել է 1 րոպե։ Դա բոլոր չափահաս մարդկանց հիմնական իրավունքն է եւ պետք է առաջնայինը լինի սահմանադրության 9-րդ լրացում հոդվածի ներքո։ Հենց դա եմ ուզում, որ դատարանը քննարկի եւ ուզում եմ տեսնել, կանեն նրանք դա, թե ոչ։ 2002 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Գերագույն դատարանը չհամաձայնեց վերանայել դոկտոր Գևորգյանի գործը, չնայած որ 1997-ին Գերագույն դատարանը խոսք էր տվել օրենք մշակել մեռնող հիվանդի պահանջի դեպքում բժշկի օգնության վերաբերյալ, քանի որ խնդիրը համարում է խիստ կարևոր իրավական հարց, որը շարունակում է հուզել ամերիկյան հասարակությանը։ Իսկ առայժմ ամերիկյան քաղաքացիական միությունը եւ առաջադիմական այլ ուժերը թող շարունակեն իրենց պայքարը, թող ամերիկյան հասարակությունը, մասնավորապես անբուժելի հիվանդ մարդկանց հոծ բազմությունն սպասի այն օրվան, երբ գուցե հրաշք տեղի կունենա եւ Գերագույն դատարանը վերջապես կբարեհաճի քննարկել մեռնող հիվանդի պահանջի դեպքում բժշկի օգնության հայեցախնդիրը։ Եվ դուք, որ համարձակություն ունեցաք գնալ ազգային հեռուստատեսություն եւ աշխարհին ցույց տալ, թե ինչ է կարել, եւ համարձակվեցիք ձեռնոց նետել իրավական համակարգին, որ կանգնեցնի ձեզ։ Դե սր, համարեք, որ ձեզ կանգնեցրինք։ Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ դոկտոր Գևորգյանին բանտ են նստեցրել օրենքը հարգելու համար։ Պարադոքսն այն է, որ նա միակ մարդն էր, որն այնքան էր հարգում օրենքը, որ փորձում էր փոխել այն։
Մինչդեռ այլ բժիշկներ, որոնք անում են այն, ինչ որ արել է դոկտոր Գևորգյանը բացահայտ, նույն բանն անում են գաղտնի։ Նրանք դա անում են ծածուկ եւ փորձում են քողարկել, ասես արել են մի բան, որից պետք է ամաչեն։ Ներքին բժշկության ամերիկյան հասարակության ընկերակցություն կազմակերպության հետազոտման համաձայն Միացյալ Նահանգներում ամեն 5 բժշկից մեկը մասնակցել է հիվանդի մահվան օժանդակությանը, օգնել է։ Արդյոք Օքլենդի դատախազը տեղյակ է այդ փաստերի մասին, թե նա հակված էր ընտրելու եւ պատժելու միայն բժիշկ Գևորգյանին, քանի որ նա էր, որ բարձրացրեց այդ կարևոր հարցն իր ամբողջ սրությամբ եւ ներկայացրեց այն համայն աշխարհին մարդու իրավունքների մակարդակով։ Միչիգան նահանգում օրենքն արգելում է էվթանազիայի գործառությունը։ Ես պետք է դատեմ այդ անձին։ Օքլենդի դատախազի հետ հարցազրույցից հետո մենք հարցրինք, թե արդյոք նա տեղյակ է, որ շատ բժիշկներ եւ հիվանդանոցներ անում են էվթանազիա, ինչպես բժիշկ Գևորգյանը, եւ ահա թե ինչ պատասխանեց նա։ Նրանք դա անում են ամեն օր, նույնիսկ կարող եմ ձեզ ասել, որ ահա այս պահին այստեղից 5 մղոն հեռու գտնվող հիվանդանոցում նման գործողություն է կատարվում։ Բժիշկ Ջեք Գևորգյանն այժմ 10-ից 15 տարվա ազատազրկման պատիժը կրում է Միչիգանի բանտում։ Նրան արգելված է շփվել մամուլի հետ։ Մինչդեռ 2000 թվականի ապրիլին բժիշկ Գևորգյանն արժանացավ Գլայցման հիմնադրամի ակտիվիստ քաղաքացի մրցանակին հասարակական փոփոխության ձեռնարկման մեջ բացառիկ նվաճման համար։ Երաժշտությունը Յուրի Անիսոնյանի, օպերատոր Արտյոմ Ղազանչյան, սցենարի հեղինակ Արթուր Արմին, ռեժիսոր Աննա Տերյան։ Կրկնօրինակումը կատարվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ Այսօր առավոտյան ժամը 10-ին Ջակ Գևորգյանը կլինի ազատության մեջ։ Ֆաքս հեռուստատեսության աշխատակից Ռոբին Շվարցը ձեզ կներկայացնի Coldwater-ի բանտի առջևում կայացող իրադարձությունները։ Բանտի շուրջ ամբողջ տարածքը ծառայությունների կողմից գտնվում է հսկողության տակ։ Երկրի բոլոր լրատվական գործակալությունները, ինչպես նաև աշխարհի տարբեր կողմերից ժամանած ժուրնալիստները սպասում են, որպեսզի նկարահանեն Գևորգյանի բանտից դուրս գալու պահը։ Նրանք այստեղ են նկարահանման խցիկներով, սաթելայթներով եւ նույնիսկ ուղղաթիռներով։ Մինչև այս առավոտ Coldwater-ի բանտում էր գտնվում Միչիգանի պատմության մեջ ամենահայտնի կալանավորը՝ բժիշկ մահը։ Բանտի ներսում նրա փաստաբան Մեյր Մորգան Ռոթը պատրաստում է վերջին թղթերը։ Ջակ Գևորգյանը ելնում է բանտի ժպտալով, 8 տարի բանտում եւ այժմ բժիշկ մահը ազատության մեջ է։ Ինչպես էր բանտում։ Օ, հոյակապ, իմ կյանքի ամենալավ տարիներն էին։ Գևորգյանին դիմավորում է CBS-ի 60 րոպե հաղորդաժամի մեծահամբավ ժուրնալիստ Մայք Վալես։ Ջակ, դու շատ երկար սպասեցիր այս րոպեին։ Օ, այո։ Հիմա քեզ ազատ մարդ զգում ես։ Ոչ։ Պայմանական ազատությունը թվացյալ ազատություն։ Ջակ Գևորգյանի մեքենան ուղևորվում է Օքլենդ Քաունթի, որը շատ հեռու չէ։ Նրա փաստաբանը հայտնեց, որ 2-3 օր հանգստանալուց հետո երեքշաբթի Գևորգյանը կտա մամլո ասուլիս։ Գևորգյանին փոխադրող մեքենան ուղեկցվում է ոստիկանների եւ ապահովության ծառայությունների քարավանով։ Մեքենաներն ուղղվում են դեպի հայտնի Մքամլի Պլազա հյուրանոց, որտեղ ժուրնալիստ Մայք Վալիսը հարցազրույց կունենա բժիշկ Գևորգյանի հետ։
Բժիշկ մահը Ջակ Գևորգյանը 8 տարի բանտում լինելուց հետո այժմ ազատության մեջ է։ Նա 79 տարեկան է։ 8 տարի առաջ անբուժելի եւ մահամերձ հիվանդ Թոմաս Յոկի խնդրանքով Գևորգյանը կատարեց բժշկի ակտիվ յուտինեժիա։ Նկարահանելով յուտինեժիայի process-ը Գևորգյանի առաջարկով CBS-ի 60 րոպե հաղորդաժամը հեռարձակեց այն մարտահրավեր նետելով դատական ատյաններին։ Սակայն այս անգամ պարտվելով դատարանում դատապարտվեց 10-ից 25 տարով բանտային պատժի։ Այսօր բժիշկ Գևորգյանն ազատության մեջ է, թեև 2 տարվա պայմանական պարոլով, որը սահմանափակում է նրա ազատությունը։ Պայմանական պարոլն ինձ արգելում է նույնիսկ խոսել յուտինեժիայի մասին։ Պրոցեդուրայի մասին արգելված է խոսել հատկապես անհատների հետ։ Չեք կարող նույնիսկ խորհուրդներ տալ։ Ոչ, կոնսուլտացիա անել ընդհանրապես չեմ կարող։ Հակառակ դեպքում ինձ նորից ետ բանտ կուղարկեն։ Իսկ առանց պարոլի կարգը խախտելու ինչ կարող եք անել յուտինեժիայի օրինականացման գործընթացի օգտին։ Կփորձեմ միանալ կազմակերպություններին, իմ ձայնը, իմ խոսքը տեղ հասցնել գերագույն ատյաններ կամ դատարանների միջոցով, եթե հնարավոր է։ Եթե հենց հիմա ցավերից տառապող անբուժելի մահամերձ մի հիվանդ մոտենա եւ խնդրի իրեն օգնել, արդյոք չեք օգնի։ Կասեմ, ես շատ ցավում եմ ձեզ համար, բայց չեմ կարող օգնել, քանի որ խոստացել եմ չանել։ Հետադարձ հայացք ձգելով կարող եք ասել, Թոմ Յոկի մահվան պրոցեսի հրապարակային ցուցադրումը հեռուստատեսությամբ օգնեց, թե խանգարեց յուտինեժիայի օրինականացման գործընթացին։ Չգիտեմ, չեմ մտածել այդ մասին։ Միացյալ Նահանգներում միայն Օրեգոնի նահանգում է յուտինեժիան օրինական եւ արդեն 10 տարի։ 10 տարվա ընթացքում միայն 300 մարդ է դիմել այդ միջոցին։ Ձեզ չի զարմացնում թվաքանակի փոքր լինելը։ Ոչ, երբ հիվանդը գիտե, որ ունի իր վերջին պահերը վերահսկելու յուտինեժիայի հնարավորությունը, ապա ավելի հեշտորեն է կարողանում ձերբազատվել մտքի խուճապից եւ ավելի դիմակայուն է դառնում ցավերի դեմ։ Ցավազրկող միջոցների որակի բարձրացումն արդյոք չպակասեցրեց յուտինեժիայով մեռնել ցանկացող հիվանդների քանակը։ Դա իմ առաջ քաշած հարցերից մեկն է, եւ բժշկության ուշադրությունը սկսել է սևեռվել այդ ուղղությամբ։ Ինչու է յուտինեժիան անհրաժեշտ օրինականացնել։ Այսօր ողջ երկրով մեկ հիվանդանոցներում անբուժելի հիվանդի խնդրանքով թաքուն իհարկե, բայց բժիշկները անում են դա։ Օրենքը քիթը մտցնելով բժշկության ոլորտ ստեղծում է անբարոյականության համակարգ։ Յուրաքանչյուր տեսակի գաղտնիությունը, ծածուկ քողարկումները բժշկական համակարգում ստեղծում են անվստահություն եւ անբարոյական հարաբերություններ։ Գևորգյանը նորից ճանապարհին է։ Մեքենաների քարավանը անսպասելի կանգ է առնում ուտեստեղենի խանութի առջև։ Ջեֆրի Ֆայգեր, գիտենք, որ դուք Գևորգյանի նախկին փաստաբանն եք եղել ամբողջ 10 տարի, որևէ խորհուրդ ունեք տալու Ջակ Գևորգյանին։ Այո, իհարկե, հանգստացիր, եղիր ինքդ քեզ հետ, ըմբոշխնիր ազատությունը։ Ես գիտեմ, որ նա շատ է սիրում պիցցա։ Ինչպես է իրեն զգում Ջակ Գևորգյանը։ Լավ, շատ լավ։ Հյուրանոցի դիմաց մեքենայից իջնելուց Գևորգյանը սայթակում է, սակայն կարողանում է բարձրանալ ժպտալով։ Գևորգյանի փաստաբանը մեզ հայտնեց, որ Գևորգյանը Բիրմինգհամ հյուրանոցում կմնա մի քանի օր հանգստանալու։ Այս երեկո բժիշկ մահը Ջակ Գևորգյանը։ Եթե օրենքն անբարոյական է, դու չպետք է հետևես օրենքին։ 3 օր առաջ նա ազատ արձակվեց 8 տարի բանտում լինելուց հետո։ Ջակ Գևորգյան, ոմանց համար հերոս, ոմանց համար սառնարյուն մարդասպան։ Եվ այժմ ինքնասպանների բժիշկի հակասական պատմությունը իր իսկ բառերով։ Ես գիտեմ, որ դուք օգնում եք մարդուն լուծարել իր ցավերը, բայց բժշկի համար բացառելով Հիպոկրատի երդումը, արդյոք դժվար բան չէ, երբ օգնում ես հիվանդը մեռնել։ Տեսեք, ես չեմ օգնում հիվանդին մեռնել։ Երբ բառերը միտումնավոր ետու առաջ են դնում, փոխվում է ամբողջ իմաստը։ Հակառակը անբուժելի մահամերձ հիվանդը մեռնելու process-ում է, եւ ես օգնում եմ նրան հանգիստ, անտառապանք ու առանց ցավերի հեռանալ։ Եւ դա միայն այն ժամանակ, երբ հիվանդն է խնդրում։ Հիվանդի ցանկությունը առաջնային է, եւ բժիշկն այստեղ լոկ պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող է։ Որոշում կայացնողը բժիշկը չէ։ Դուք գիտեիք, որ խախտում եք օրենքը։
Այո, իհարկե։ Ինչու իմանալով հանդերձ դուք ոտնահարեցիք օրենքը։ Ռոզա Փարքը ոտնահարեց օրենքը նույն պատճառով, որը եւ դարձավ Սևամորթ ժողովրդի հավասար իրավունքներ ձեռք բերելու պատճառը։ Յուտինեժյան մարդու բնական իրավունքն է։ Այդ դեպքում ինչու դատարանը ձեզ դատապարտեց եւ միայն Օրեգոնի նահանգում է թույլատրվում յուտինեժյան եւ նրանք ձեր կողմից են։ Ոչ, իմ կողմից չէ։ Ըստ Օրեգոնի օրենքի հիվանդը ինքը պիտի կուտա մահաբեր հավերը։ Սակայն այն հիվանդները, որոնք չեն կարող կուտալ, չեն կարող օգտվել յուտինեժայից։ Դա բժշկական ծառայություն չեղավ։ Բժշկական ծառայությունը պետք է լինի լիարժեք եւ բժիշկը յուտինեժայի ընթացքում պետք է լինի հիվանդի մոտ։ Եթե դուք կարողանայիք ժամանակով ետ գնալ, արդյոք կանեիք նույնը։ Այո, կանեի, որոշ տակտիկական տարբերությամբ, բայց կանցնեի նույն ճանապարհը։ Այսինքն այն բոլոր 130 մարդկանց կօգնեիք մեռնել։ Այո, որոշ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ յուտինեժայի հնարավորությունը ունի նաև մեկ ուրիշ կողմ։ Երբ հիվանդը գիտե, որ ունի վերջին պահերը վերահսկելու հնարավորությունը, ապա ավելի հեշտորեն է կարողանում ձերբազատվել մտքի խոճապից եւ ավելի դյուրին է պայքարում ցավերի դեմ եւ ավելի երկար է ապրում։ Սպանելու ձեր պրոցեսը անցավ է, մի օգտագործեք սպանել բառը։ Իսկ ինչպես ասեմ, օգտագործեք բժշկական վերջին պրոցեդուրա տերմինը։ Լավ, ձեր առաջարկած բժշկական վերջի պրոցեդուրան անցավ է։ Իհարկե, այլապես իմաստ չի ունենա։ Քիչ հետո կվերադառնանք Ջակ Գևորգյանին, որն իսկապես հետաքրքիր կյանք է ունեցել։ Other people can heal well. And this psychopath ought to be in jail. I think that he should be put in jail. I think he's a killer. You don't even want to fight for truth. I used to wish that somebody would kill him out there. Ձեր փաստաբանն ինձ հայտնեց, որ մի շարք համալսարաններ ձեզ հրավիրում են դասախոսության եւ առաջարկում են $100,000 մեկ դասախոսության համար։ Հավանաբար, դե նա ավելի լավ գիտե, ես միայն 2 օր եմ ազատության մեջ։ Ինձ համար կարևորը գումարը չէ, այլ այն, որ աուդիտորիան մեծամասամբ կլինի ուսանողություն։ Երիտասարդների միտքը ուղեղը պայծառ է եւ ոչ թե կարծրացած ու վարժեցված, ինչպես քո եւ իմ միտքը լերի։ Thanks for joining us. My pleasure. Jack Kevorkian. Անցած շաբաթ CNN-ը հարցում է անցկացրել ամբողջ երկրով մեկ, թե արդյոք յուտինեժան պետք է օրինականացնել, այո կամ ոչ։ Ժողովրդի 92%-ը պատասխանել է այո, 8%-ը ոչ։ Հայտարարել եք, որ 2 տարի պայմանական ազատության պարոլի ընթացքում չեք կատարի յուտինեժայի արարք, իսկ դրանից հետո ես չեմ հայտարարել, թե պարոլի ժամանակահատվածում չեմ անի։ Բանտից դուրս գալու պայմանով 3 փաստաթղթերը, որ ձևակերպել էին փաստաբանը, ցույցում են, որ ես հանձն եմ առել, որ ընդհանրապես չանեմ յուտինեզիա։ Ինչու անեմ, երբ դա արդյունք չի բերելու։ Նորից հետապնդումներ, նորից դատավարություններ, նորից իմ դեմ կեղծիքներ եւ սուտ, նորից բանտ։ Ոչ, հիմա թող մարդիկ իրենց իրավունքի համար պայքարեն։ Յուտինեժյան մարդու իրավունքի խնդիր է, բնական իրավունք, որով մարդը ծնվել է։ Այս երկրի հիմնադիր հայրերը, որոնք գրել են սահմանադրությունը, մարդու բնական իրավունքն են հիմք ընդունել։ Դուք ծնվել եք այդ իրավունքներով։ Օրենքը միայն սահմանափակում է ձեր բնական իրավունքները, դրանք անօրեն հայտարարելով։ Ստեղծելով հանցագործության երևութականություն, օրենքը ձեզ պարտադրում է, թե իբր ձեր այս բնական իրավունքն օրինական է, իսկ այն մեկը ոչ։ Սակայն դուք բոլորդ ձեր իսկ ծննդյան օրվանից ունեք աշխարհում գոյություն ունեցող բոլոր իրավունքները։ Այսինքն ինչ նպատակ եք հետապնդում։ ԱՄՆ-ի սահմանադրության 9-րդ հոդվածը։ Արդյոք գիտեք սահմանադրության 9-րդ հոդվածի էությունը։ Ով գիտե։ Միայն մեկ մարդ։ Բայց գիտեք, թե այս սրահում ինչու է միայն մեկ մարդ հիշում։ Հայտնի տեսաբաններն ասել են այդ մասին նույնպես։ Բերշել Ռասելն ասել է. Մարդ արարածը ծնվում է անգրագետ, բայց ոչ հիմար։ Համակարգը մարդկանց հիմարացնում է կրթության միջոցով։
Լորդ Հալոֆաքսը ասել է. «Գիտելիքը եւ իմաստնությունը սկսում ենք ձեռք բերել միայն այն ժամանակ եւ վերջապես մոռանում ենք վարժեցված կրթությունից ստացած մեր իմացածը»։ Ահա թե ինչու դուք չգիտեք Սահմանադրության 9-րդ հոդվածը, որը ձեր իսկ ազատության երաշխիքն է։ Կրթությունն արտադրում է դատարկ արձագանքներ։ Ջեյմս Մոլգն ասում է. «Կրթության միջոցով, ի վերջո, ամերիկյան իդեալն այն է, որ բոլորը լինեն իրար նման։ Եվ ահա այդպես էլ եղավ։ Դուք բոլորդ իրար նման եք։ Դուք բոլորդ իրար հետ միաձույլ, անդեմ զանգված եք»։ Սահմանադրության մեջ 9-րդ հոդվածը մտցրել է Ջեյմս Մադիսոնը։ Իմ առաքելությունն այժմ 9-րդ հոդվածն է։ Ես չեմ ուզում խոսել Յուտենեժայի բարի մահվան մասին, քանի որ այսպես թե այնպես չեմ կարող, որովհետև ինձ վրա արգելք է դրված խոսել այդ մասին։ Սահմանադրության 9-րդ հոդվածն ասում է. «Որևէ բնական իրավունք, որը չի նշված Սահմանադրության մեջ, որոնց թիվն ի դեպ շատ է, մարդու իրավունքն է եւ պատկանում է մարդկանց»։ Բոլորն անտարբեր են 230 տարի առաջ գրված եւ Մադիսոնի կողմից Սահմանադրություն մտցված փաստաթղթի նկատմամբ, որն իրենց իսկ իրավունքի հարցն է շոշափում։ Երկրի հիմնադիր հայրերը Սահմանադրությունը գրել են մարդու բնական իրավունքի հիմքով եւ ոչ թե ակտիվ օրենքների հիմքով։ Եվ դուք չգիտեք 9-րդ հոդվածի մասին, որովհետև իշխող բռնակալ խմբին պետք է հասարակությունը վերահսկել իր իսկ հնարած ակտիվ օրենքներով։ Մի բան, որ Սահմանադրությամբ չես կարող անել։ Եթե հանկարծ 9-րդ հոդվածը գործարկվի, մեր երկրի բռնապետները չեն կարող ազատ գործել։ Ահա դրա համար դուք չգիտեք 9-րդ հոդվածի մասին։ Երկրի գերագույն դատարանը երբևէ 9-րդ հոդվածից բխող մարդու իրավունքները չի գործարկել։ Դրանք երբեք ակտիվ օրենքների ձև չեն ստացել։ Օրինակ, աբորտը կամ կնոջ քաղաքացիական ընտրության իրավունքը անհրաժեշտ չէ հատուկ օրենքով վավերացնել։ Այն կա Սահմանադրության 9-րդ հոդվածում։ Այդ իրավունքը մարդն ունի ի ծնե։ Պետությունը ներկայացնող բռնակալությունը իրավունք չունի մարդուն պարտադրելու, թե իր բնական իրավունքներից այս մեկը օրենքով թույլատրվում է, իսկ այս մյուսը ոչ։ Այսօր ես եմ Թոմաս Ջեֆերսոնի վերամանրմնավորված ձայնը բռնակալության դեմ։ Ջեֆերսոնն ասում է. «Ազատության հենարանը միայն ամբողջ մասաների կրթությունն է, որ գիտակցեն իրենց իրավունքները»։ Սա է իմ առաքելությունը, եւ եթե ես հաղթեմ, որ չեմ կարծում, ապա Յուտենեժան մեխանիկորեն կդառնա օրինական։ Օրենքով կարող են պատժվել միայն նրանք, ովքեր սխալ բուժօգնություն են տվել։ Սրտի պատվաստման համար օրենսդրական օրենք է պետք։ Ոչ։ Մահամերձ հիվանդին օգնելը, որ առանց ցավերի հեռանա կյանքից, պետք է լինի օրինական եւ բժշկական ծառայությունների շրջանակներում, ինչպես մնացած բոլոր բուժօգնություններն են։ Ես ներկայացնում եմ, մենք դեռ չենք մեռել կազմակերպությունը, եւ այժմ դրսում բողոքող մեր խումբը դեմ լինելով ձեր ազատվանը ասում է, որ դուք ոտնահարում եք իրենց իրավունքները։ Բողոքարկելը եւ դեմոնստրացիան նրանց իրավունքն է, բայց նրանք իրավունք չունեն իրենց կամքը պարտադրել ինձ, ձեզ կամ որևէ մեկին։ Բժիշկ Գևորգյանի մոտեցումը հենց ազատ ընտրության իրավունքի խնդիրն է։ Ինչու վերջի դատին դուք ներկայացաք դատարան առանց դատապաշտպանի։ Ես ուզեցի պարտվել, դատապարտվել, որ երկրի գերագույն դատարանը ստիպված լսի իմ գործը, բայց ես չգիտեի, որ երկրի գերագույն դատարանը կեղծ է եւ ծախված։ Նրանք այդպես էլ գործը չլսեցին, այն դեպքում, երբ Յուտենեժան սահմանադրական խնդիր է եւ միայն գերագույն դատարանը կարող է այն քննել։ Դուք տեղյակ եք, որ ձեր ազատատենչ ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր Ջեֆերսոնը եւ Մադիսոնը ստրուկներ են ունեցել։ Այո։ Շատ լավ, հաջորդ հարցը։ Դուք գիտեք, որ նրանց ժամանակներում օրենքով սևամորթները եւ կանայք իրավունք չունեին սպիտակ տղամարդուն հավասար բժշկական օգնություն ստանալ։ Հետո, դուք տեղյակ եք, որ Մեդիքերը 1998 թվականից ունի ռասայական սահմանափակումներ։ Դուք ելույթ եք ունենում հարց տալու փոխարեն։ Միանգամից բազում բաներ եք ասում, որ անիմաստ են եւ մամլո ասուլիսի կոնտեքստից դուրս են։ Ո՞րն է ձեր հարցը։ Հնարավոր է, որ ձեր իմացած ինֆորմացիայի մի մասին ծանոթ եք, մյուս մասին ոչ։ Ես երջանիկ կլինեի բանավեճի մեջ մտնել եւ ցույց տալ Ամերիկայի պատմությանը վերաբերող բազում փաստաթղթեր։ Ես ուզում եի հարցնել, թե ինչու հենց
Մարդկանց բժիշկը պիտի որոշի մարդու կյանքի եւ մահվան հարցը։ Ոչ թե բժիշկը, այլ հիվանդն ինքն է որոշողը, իսկ բժիշկը իրականացնողը։ Բայց դուք միտումնավոր խանգարելու համար եք ուղարկված։ Ով եք ով, որ այս մարդը ազատի սրա։ Դուք խախտում եք խոսքի իմ ազատությունը։ Որևէ մեկը գիտի, թե ով է գրող Վիլյամ Սարոյանը։ Սարոյանն ասում է. մարդկային հասարակություններում գոյություն ունեցող բանտ երևույթը բնության դեմ բան է եւ անհարիր է մարդեյակի համար։ Այսօր մեզանից ավելի մեծ բանտային համակարգ ով ունի։ Պրիմիտիվ վայրենիների հասարակությունները չունեն բանտեր։ Արևմուտքում առաջին բանտը Քրիստոսից առաջ 250 թվին Հռոմում կառուցվեց։ Վայրենիները չունեն բանտեր, նրանք սպանում են պատերազմում կամ զայրույթի պահին։ Բայց երբեք, ինչպես քաղաքակիրթ համարվող երկրներում, մարդուն երկար տարիներով չեն գցում բանտ ու դանդաղ սպանում նրա հոգին, որ մի խումբ պոռնկածինների իշխանությունը հաստատում լինի։ Ձեր ասածների առումով կոնկրետ ինչ եք ակնկալում, որ մարդիկ անեն։ Եթե գիտեն իրենց իրավունքները կրթված են, ապա կազմակերպվում, պայքարում են։ Աբիգել Աուրնը իր ժամանակի խելացի կինգործիչն ասել է. Երբ ամբողջ իշխանությունը հայտնվում է մարդկանց մի փոքր խմբի ձեռքում, հետևանքները հասարակության համար սարսափելի են լինում։ Մարդը եւ հասարակությունը սկսում են կորցնել իրենց իրավունքները։ Հիմա համեմատեք։ Արդյոք մեր օրերում Աբիգել Աուրնի կանխատեսությունը իրականություն չի դարձել։ Լսեք, թե Ջեֆերսոնն ինչ է գրում իր նամակում ուղղված ֆրանսիացի իր ընկերոջը։ Ժամանակները կփոխվեն, մենք կփոխվենք։ Մեր լիդերները կդառնան կաշառված տականքներ, մեր ժողովուրդը կդառնա անտարբեր, բորենիները չեն սանձահարվի, գնալով նրանք կզորանան ավելի ու ավելի։ Լիդերները չեն դիմի ժողովրդին, մոռանալով թե ում կողմից են ընտրված։ Ժողովուրդը անտարբեր լիդերների զանցանքների նկատմամբ զբաղված կլինի միայն փող աշխատելու մոլուցքով։ Նրանք չեն մտածի միանալով պաշտպանել իրենց ազատությունը, իրավունքը։ Ահա այսքանն արդեն իրականություն է դարձած։ Եվ այդ վիճակը կշարունակվի այնքան, մինչև մարդը եւ հասարակությունը կկորցնեն իրենց վերջնական ազատությունը։ Դուք կորցրել եք օրենքը փոխելու հնարավորության նկատմամբ ձեր հավատը։ Օրենքն ինձ համար ոչինչ է։ Ես հարգանք չունեմ օրենքի նկատմամբ։ Թեև հարգում եմ իմ փաստաբանին։ Օրենքն այսօր դարձել է ազատության բռնակալը։ Ամեն նոր օրենք ազատության մի նոր սահմանափակում է։ Եթե տանը ինքդ քեզ համար մարիխուանա ես ծխում, ուրեմն ըստ օրենքի հանցագործ ես, գնա բանտ։ 1930-ականներին եթե ոսկե վզնոց կրեիր, հանցագործություն էր, բանտ։ Ինչպես կարող է ոսկե իր ունենալը համարվել հանցագործություն։ Վիսկի կամ գարեջուր խմելը օրինական էր, հետո հանկարծ ըստ օրենքի երկար տարիներ համարվեց հանցագործություն։ Հետո նորից դարձավ թույլատրված։ Միայն բռնակալության ժամանակ է, որ անդրամաբանական օրենքները կյանքի են կոչվում։ Ինչու՞։ Որովհետև բռնակալությունը պետք է վերահսկի հասարակությանը եւ շահ ունենա։ Պատահական չէ, որ Ջեֆերսոնն ասել է, ազատության համար անհրաժեշտ պայման է, որ ժամանակ առ ժամանակ տեղի ունենա առճակատում ու թափվի պատրիոտների ու բռնակալների արյունը։ Դուք հեղափոխության կոչ եք անում։ Ոչ, ձեր երկրի հիմնադիր հայր Ջեֆերսոնն է անում։ Նա գիտեր, որ դա հասարակության ընթացքի օրենքն է եւ դա պատահելու է։ Իսկ ես ասում եմ, որ ժամանակը մոտ է։ Դուք չեք կարծում, որ կհաղթեք եւ օրենսդրության մեջ յուտենեզիայի առումով եւ առհասարակ փոփոխություններ կլինեն։ Ոչ, ես այս տարիքում արդեն միամիտ չեմ, որ մտածեմ, թե հաղթելու կամ փոխելու եմ ինչ-որ բան։ Բայց առանց հաղթանակի ակնկալության մարդը պետք է պայքարի ազատության համար։
Մարդը պետք է ազատություն ունենա անելու ինչ որ ուզում է, այնքանով, որքանով չի ոտնահարում, սահմանափակում կամ խանգարում մեկ ուրիշ մարդու իրավունքն ու ազատությունը։ Հետո ինչ որ ես չեմ տեսնի իմ պայքարի արդյունքը, բայց պայքարելով իմ կյանքն իմաստ է ստանում։ Անկախ նրանից կտեսնեմ արդյունքը թե ոչ, ես պայքարելու եմ մինչև իմ վերջին շունչը։